բոլոր խնդիրների լուծման բանալին հենց ընտրությունների միջոցով իշխանություն փոխելն է։ Մեծ հաշվով Հայաստանում դեռ նման նախադեպ չի եղել։ Ընտրությունների միջոցով իշխանություն փոխելն է։ Ես հույս ունեմ, ես հույս ունեմ, գիտեք ինչից եմ ես ելնում, որովհետև տեսեք էլի, ուրեմն Ուկրաինայում Յուշչենկոն, որ հեռացավ ընտրությունների միջոցով, Վրաստանում Սաակաշվիլին հեռացավ ընտրությունների միջոցով, Արևմուտքի աջակցությունը վայելող ուրեմն քաղաքական լիդերներ էին։ Եվ Արևմուտքը, այսպես ասած, ողջունեց այդ քայլը նրանց հեռանալու, քանի որ ընտրությունների արդյունքում իրենք չեն ստացել ժողովրդի մեծամասնությունը։ Լեհաստանում ուրեմն Լեխ Վալենսան ժամանակին ընտրությունների միջոցով հեռացավ, հետո Կվասնևսկին, որ եկել էր իրան բաներ, սոցիալիստեր, սոցիալ-դեմոկրատեր, չէ, Ձախակողմյաններ, նախկին ուրեմն կոմունիստ, նույնպես հեռացավ, այսինքն այդ բոլոր երկրներում հաջողվել է հասնել դրան, բացի մահմեդական, քրիստոնեական ավանդույթներ ունեցող երկրներում հաջողվել է հասնել դրան, ինչպիսին են Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, հաջողվել է հասնել, Մերձբալթյան Հանրապետություն, հաջողվել է հասնել դրան, ընտրությունների մենք այսօր միակն ենք հետխորհրդային տարածքում քրիստոնեական ավանդույթով ժողովուրդներից, որը այդ նպատակին դեռ չի հասել, պետք է հասնի, որ իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով։ Այսինքն ընտրություններ լինեն, ժողովուրդ քաղաքացին իրաքվեի ուժով փոխի իրավիճակը։ Ես ինչու սա ասում եմ, որովհետև մենք տեսանք, որպեսզի մեր քաղաքացիները չհայտնվեն այսպիսի ողբերգական իրավիճակում, չպարտվեն կազինոյում, իսկ հետո խորհրդարանում այդ կազինոները չտանիքավորվեն, որտեղ շարունակում են գործել եւ մեր ժողովուրդը ահավոր տուժում է, այսինքն մեր ավակներն են տուժում, որտեղ երիտասարդությունը որ գնում պարտվում է, ավակներն են հայտնվում այս վիճակում, ոնց որ ես ցույց տվեցի։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է ճիշտ քվեարկել, պետք է իսկապես ընտրել արժանի մարդկանց, պետք է անպայման հետևել, որպեսզի տեղի չունենա հերթական անգամ վարչական ներուժի չարաշահում, որովհետև վերջին ընտրությունները ցույց են տալիս, ասենք 17 թվականի ընտրությունները, որը Սերժ Սարգսյանն 13 թվականի ընտրությունները նախագահի, մի խոսքով բոլոր այս ընտրությունները վերջի շրջանի ցույց են տալիս, որ ուրեմն իշխանությունները վերարտադրվում են վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով։ Ոչ թե տեղի են ունենում ինչպես Երեկվա օգտագնացությունը դա վարչական ռեսուրսի կամ վարչական միջոցառում էր միտված այդ ընտրություններում համախոհների Հիմա ես ասեմ, հետարքիր բան է տեղի ունենում, էլի, իսկապես այսօր Նիկոլ Փաշինյանը իրան պատեպատ Դե օգտագնացություն կներեք, այդ բառն եմ օգտագործում, որովհետև դա այդպես է հայտարարվել, բայց այդ երթը, այդ իրան պատեպատ է խփում, նա հայտնվել է մոտավորապես նույն հոգեվիճակում, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին, երբ որ հանկարծ պարզվեց, որ հիշում եք ոնց էր այդ հայտնի տեսաերիզում Վանոն հայհոյում Կլինտոնին, որ այս ինչ ընտրություններ են, այսինքն իրանք Լևոն Տեր-Պետրոսյանը շոկի ենթարկվեց 96-ին, որ ժողովուրդը իրան չի ուզում, ինքը որ եկել է ժողովրդի ալիքի վրա, այդ աջակցությունը չունի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն հոգեվիճակում է, եւ ինքը այսօր այս շարժման միջոցով, որը ուղղված է կաթողիկոսի դեմ եւ բարձրաստիճան հոգեվորականների դեմ, որոնք իսկապես ուրեմն մխրճվել են մեղքերի մեջ, հասկանում եք, եւ իսկապես այսինքն հեռացել են իրանց հոտից մարդկանցից եւ ինչ է փորձում անել Փաշինյանը։ Նա փորձում է այս խնդրի վրա վերանվաճել փողոցը, հասկանում եք, ինք կորցրել է փողոցը, ինք իր համար որպես պոպուլիստ ղեկավարի,
որը ժողովրդական ալիքի վրա մեկին գումարած մեկ, այս ալիքի վրա եկավ իշխանության, իր համար սարսափելի է, որ ինքը կորցրել է փողոցը, ինքը իրան տեղ չի գտնում, ինքը փորձում է վերանվաճել փողոցը ոնց կարող է փողոցում ինքը չլինի, ընդհանրապես չլինի, որովհետև այդ Բագրատ Սրբազանի հայտ գալը ցույց տվեց, որ նա ընդհանրապես փողոցում չկա, փողոցը կորցրել է, փողոցը գնաց եւ քանի որ հենց Բագրատով կորցրեց, այսինքն եպիսկոպոսով եւ այսօր առիթ է ընձեռվել այս ալիքի վրա դժգոհությունը այս հոգևորականությունից, որոնք ուրեմն բարձրաստիճան, որոնք բենթլիներով են մանգալի, իրենց շքեղության են տվել, իրանք ժողովրդի մատից փուշ չհանեցին 44 օրյա պատերազմի ընթացքում, հիշենք կաթողիկոս Չերեքչյանին, կաթողիկոսի պաշտոնակատար այն ժամանակ, Չերեքչյանին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տանկային դիվիզիաներ, Էջմիածնի հարստություններից ուրեմն որոշ մասը վաճառելով տանկային բրիգադաներ Հովհաննես Բաղրամյան, Դավիթ Սասունցի Դավիթ այդ կալոնաները տանկային ուրեմն ձեռք բերելով եւ տալով, հետո էլ ստացավ Ստալինի պարգևատրությունը, հարց առաջանում, մեր կաթողիկոս հոգևորականությունը որտեղ էին, Սփյուռքին կոչ չարեցին, բոլոր զանգերը խփել, ընդհանրապես վերաբերվեցին Արցախի այդ կործանմանը 44 օրյա պատերազմը, ես չլսեցի, որ զանգերը խփեն, որպեսզի ինչ-որ հոգևոր մթնոլորտ ստեղծեն, այս ամեն ինչը կա, մեր ժողովուրդը տեսել է այդ ամեն ինչը, գիտի եւ այլն, բացի դրանից ուրեմն մի խոսքով ես շարունակեմ, գիտեն մարտի 1-ը, գիտեն հոկտեմբերի 27-ը, գիտեն ամեն ինչ գիտեն, մարդիկ տեսել են եւ եկեղեցին ընդհանրապես այսինքն կողմ էր քաշված եւ հանկարծ մտավ մխրճվեց քաղաքականության մեջ, ինչի համար, որպեսզի հետ բերի նախկիններին միանշանակ, այսինքն Ռոբերտ Քոչարյան հայտարարեց, որ փողոցը կարելի է ոտի հանել միայն եկեղեցականների միջոցով, որտեղ եկեղեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցին որպես ինստիտուտ ամենամեծ հեղինակությունն է վայելում բոլոր եղած ինստիտուտների մեջ, աշխարհիկ ինստիտուտները բոլորը հեղինակազրկվել են խորհրդարանով, բայց եկեղեցին ընդդիմության ինստիտուտն էլ հեղինակազրկել, եկեղեցին ուրեմն պետք է հոգևորականներ ոտի հանել եւ դրանից հետո սրանք մտնում են այդ բանի մեջ, ինչի՞ չէիք ոտի ելնում այն ժամանակ մարտի 1-ին, երբ որ մի խոսքով ձեր ասելիքը այն է, որ շահարկվում է, ոչ թե շահարկվում է, այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել ալիք, ստեղծել բոլոր նրանց ովքեր դժգոհ էին, որտեղ ընդունենք, որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը չէր կազմակերպում բանի դեմ ցույցերը, դա անում էին ուրիշ մարդիկ, ես գիտեմ, Նիկոլ դա ԿՊ-ն չէր անում, այն ժամանակ սրություն չկար ԿՊ-ի եւ բանի Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին երկրորդի միջև չկար, հիշում եք կինը Նիկոլ Փաշինյանի Աննան հանդիպում էր Գարեգին երկրորդի հետ, հələ ոտի վրա էր գցել եւ մարդիկ դրանից ուրեմն հուշտ էին եղել, թե ես ինչ բանա կաթողիկոսի կողքը նստած ոտքի վրա է գցել, համենայն դեպս հարաբերությունները նորմալ էին, բայց այն ժամանակ կային ցույցեր եւ այդ ցույցերը Գարեգին երկրորդի դեմ անում էին ոչ թե ԿՊ-ականները, դա մարդիկ էին, որոնք այդ բենթլիներից, այդ բենթլի քշողներից, բանից դժգոհ են, հիմա նա փորձում է ինտրիգ ստեղծել, իր շուրջ համախմբել կողմնակիցների մոբիլիզացիոն իրավիճակ ստեղծել ընտրություններից առաջ, որտեղ փողոցը կորցրել է, վերանվաճել փողոցը, որպեսզի փողոցով ընտրություններին մասնակցի, ոչ միայն ադմինիստրատիվ ռեսուրսով, սա իր հաշվարկն է, ինքը միամիտ մարդ չի, Նիկոլը, ես նրան լավ եմ ճանաչում, գիտեմ, ինքը ճանապարհ անցել է, ինքը քաղաքական գործիչ է, ի տարբերություն իր շրջապատում հավաքած մարդկանցից ինքը քաղաքական գործիչ է,
ինքը հաշվար գիտի, ինքը գիտի հոգեբանությունը, ինքը այդ ամեն ինչը զգում է եւ զգում է, որ սա իր համար շանս է վերանվաճելու փողոցի այն մասը, որը այս ամենից դժգոհ է եղել։ Ինչ է ստանում այդտեղից ժողովուրդը։ Ժողովուրդը ոչինչ չի ստանում, ժողովուրդը ոչինչ չի ստանում, որովհետև ժողովուրդը կստանար, եթե մարդիկ զբաղվեին, ես ցույց տվեցի ինչ հարցերով, որ այսօր կան աղքատներ, աղքատության մակարդակը ծայրահեղ է, որ այսօր այդ կազինոները, ուրեմն մարդիկ հուսահատված գնում են, այդ կազինոները նարկոմանիայից ավելի մեծ վտանգ են ներկայացնում, բայց դրանք գործում են, շարունակում են գործել։ Եվ գործում են այս մթնոլորտում, այս իրավիճակում, որ ուրեմն բանկերը, եթե գրավ են դնում վերջի տանիքը, չէ, մարդը գրավադնում ստիպված, որպեսզի գնա կազինոյի փողը փակի, կամ իր անառակ զավակի կրված միջոցները փակի, դրանից հետո այդ բանկերը վերցնում են այդ վերջի ունեցվածքը, վաճառում են ուրիշի եւ դրանով վերջանում է մեր հայտնի դեմքերից նաեւ հրապարակային Լույսը Հակոբյանը, որը ելույթներ է ունենում, Լույսը Հակոբյանը այդ նույն վիճակում է հայտնվել, չէ՞։ Այդ նույն վիճակում ճիշտ է նրա դեպքում ուրիշ էր, տղան հիվանդ էր եւ այլն, ծախսեր եւ այլն, եկել են վերջի բանը իրավունք չունեն, բանկը վերցնի վերջի, ոչ էլ իր բանն է պետք, վարկն է պետք եւ այլն, մարդկանց ոնց կարելի է զրկել տնից եւ դա, օրինակ ես ասեմ նույն Իրանի իսլամական հանրապետությունում դա անթույլատրելի է եւ ահավոր ձևով որպես վաճառություն դիտվում է եւ դատվում է, չէ՞, այդ վաճառության միջոցով այս մարդկանց, որոնք հայտնվել են նման ծանր իրավիճակում, ինչու, որովհետեւ այսօր այդ կազինոները գործում են, այդ խաղատները գործում են եւ շարունակվում է։ Այս բոլոր այս վիճակից մեր ժողովուրդը, բա ինչու ուրեմն այսօր կան մարդիկ ովքեր չէ, մեր երկիչներից անունները չտամ, ասում է մեկը ասում է 5 բնակարան ունեմ, մյուսը ասում է 30 բնակարան ունեմ, ես ապրում եմ այն մուտքում, որտեղ ես ապրում եմ 12 բնակարան կա, այդ 12 բնակարանից միայն 3-ում են ապրում, այն մյուսները փակ, մյորթվի կապիտալ, փակ, հասկանում եք, փակ ռեմոնտ արած ամեն ինչ արած եւ այլն շքեղ սարկած առել են ու ոչ ոք չի ապրում։ Այն մարդիկ վաճառել են, այս վիճակն է տիրել երկրում 30 տարի, որ մեր ժողովուրդը չի աճել, աճ չի տվել, այսինքն չի բազմացել։ Ադրբեջանում աճ է տվել, բազմացել է, 2 անգամ ավելացել ազգաբնակչության տիպը, Հայաստանի Հանրապետությունում կրճատվել է։